Երբ Զաքարե Զաքարյանը փաստորեն նշանակվել էր Վրաց թագավորության ամիր սպասալար, այսինքն զինված ուժերի ընդհանուր հրամանատար սպարապետ եւ ղեկավարում էր նաեւ հայկական բոլոր ստորաբաժանումները վրացական բանակում, նա եւ նրա եղբայրը Սարգիս Զաքարյանը շատ կարևոր արտոնություն ստացան վրացական գահի կողմից, Թամար Թակուհին թույլատրեց, որպեսզի արագացնի հայկական հողերի ազատագրման գործընթացը, ինչը նաև ձեռնտու էր բնականաբար Վրաց թագավորությանը, նա թույլատրեց, որ հայ նախարարների կողմից, հայ իշխանների կողմից ազատագրված բոլոր հողերը դառնան նրանց տիրույթ, այսինքն ստացվում է, որ Զաքարեն եւ Իվանեն իրենք էին տնօրինելու իրենց ենթակայության տակ գտնվող զորականների ազատագրած հողերը եւ շնորհելու էին այդ մարդկանց։ Սա մեծապես ավելացնում էր այս իշխանների մոտիվացիան, ցանկությունը եւ շահագրգռվածությունը, որ նրանք շատ ավելի արագ կարողանան այս տարածքները ազատագրել եւ հեռանկարում այն էր, որ այդ ամենը լինելու է իրենց սեփականությունը, ընդ որում հայրենական հողատիրության, այսինքն ժառանգաբար փոխանցվելու սկզբունքով։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։